Նրան հաճախ կարելի է տեսնել Երևանի Դավիթ Բեկի փողոցում, որևէ անթև բաճկոն ձեռքին։ Ինքը կարում է, ինքն էլ բերում այստեղ վաճառելու, խաչմերուկին հնարավորինս մոտիկ։ Ստե որ մեքենաները այդ դանդաղ են անցնում, դրա համար սվետաֆորը որ շուշուտ փոխում է, հանգիստ անցնում են մեքենաները, ցույց են տալիս, եւ նպաստում է դրան։ Դուք մոտենում եք, բացատրում չեք սպասում, որ իրենք գլխի ընկնեն։ Չէ, իրանք այդ հարցը տալիս են, ես պատասխանում եմ։ Մեքենայի մեջ այո, մեքենայի մեջ։ Մեկ-մեկ էլ հարցնում են, թե ինչի համար ես այդպես ձեռդ բռնեկանի, ես հումորով ասում եմ, չորացնում եմ։ 72-ամյա Վարդգես Սարգսյանը արդեն 26 տարի այս գործով է զբաղվում։ Ամառ լինի, աշուն, ձմեռ թե գարուն, ձմեռային հագուստ է առաջարկում։ Դա կարելուն է վարժվել։ Ասում է գնորդները հիմնականում վարորդներն են, դրսում առևտուր անողները։ Պահանջարկը մեծ չէ ի տարբերություն 2-3 տարի առաջվա։ Հիմա լավագույն դեպքում շաբաթը 1-2 ապրանք է վաճառում։ Բնակարանի մի անկյունը կարի արհեստանոցի է վերածել։ Անթև բաճկոնների համար հումք ձեռք բերելուց, հագուստը ձևելուց մինչև ավարտուն տեսքը միայնակ է անում, առանց ընտանիքի անդամների օգնությանը դիմելու։ Յուրաքանչյուր նոր մոդել մտահղանում է ըստ այն պոտենցիալ հումքի, որը հանդիպում է եվրոպական հագուստ կոչվող խանութներում, բնական կամ արհեստական մորթի, կաշի եւ այլն։ Մեծ քանակ ձեռք բերելու հնարավորություն չունի, ստիպված է փոքր բաժիններով գնել, յուրաքանչյուր արտադրանքի վաճառքից ստացած գումարով։ Որելներ, ասենք ես կարայի ամբողջ ամառը այդ անեի հավաքեի, ձմեռը վաճառեի, այդ ինձ ավելի ձեռնատու էր, բայց որ քանի որ այդ հնարավորությունը չկա, ես ստիպված քայլ եմ անում։ Այդ ձմեռը լա եղել, որ ասենք որ շատ սուղ է եղել, ասենք այդ պահը։ Այդ որովհետև ձմեռվա ընթացքում ասենք մարդկանց ծախսերը շատ է, նոր տարի, այդ կոմունալ եւ այլն։ Մինչև կենսաթոշակի տարիքն աշխատել է կարի տարբեր արտելներում, այդ թվում ներքին գործերի նախարարության։ Հիմա էլ այս գործով զբաղվում է ոչ թե զուտ որպես եկամտի աղբյուր, այլ սիրելի զբաղմունք։ Առանց այս արհեստի ես չեմ կարա, շատ եմ սիրել։ Ու երբ պատահաբար հանդիպել է իր կարած հագուստը կրող մարդկանց, շատ եմ տեսել, ու շատ հաճույքով եմ նայել, շատ լավ եմ զգացել ինձ։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։